Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1446-րդ օրն է։ Ռազմաճակատում ռուսների մոտ քաոս է, Պուտինի ռեժիմը փորձում է քաոս ստեղծել Ուկրաինայի քաղաքացիականների համար, բայց մեր պատասխան հարվածները Ռուսաստանի սահմանամերձ մարզերի համար ծանր են նստում եւ ռուսաստանցիների համար կարծես նոր իրականություն է ստեղծվել պատերազմի 4-րդ տարում, ինչը իր հերթին կարծես բացարձակ չի հետաքրքրում Մոսկվային։ Նույնիսկ կենտրոնական ռուսական լրատվականները չեն անդրադառնում Ուկրաինայի պատասխան հարվածներին, որ հանկարծ իրենց խայտառակված Ռուսաստանը կադրում չերևա, անցած օրերը հատկապես ծանր էին Բելգրադի եւ Բրյանսկի մարզերի համար, չնայած երեք լուր ունեինք նաեւ Լենինգրադի մարզի հոսանքազրկման մասին, բայց այնտեղ կարծես ուկրաինացիների փոխարեն բնություններ իր գործը արել։ Ընդհանրապես պատասխան հարվածները եղել են գրեթե բոլոր սահմանամերձ մարզերում Ռուսաստանի, այդ մասին քիչ հետո։ Ուրբաթ լույս շաբաթ գիշերը ագրեսոր պետությունը, ինչպես եւ նախապես գիտեինք, կրկին փորձեց մասսայական հարված հասցնել մեր էներգետիկային։ Հարվածը նախապատրաստված էր Ուկրաինայի արևմտյան շրջանների համար, բայց արդյունքում, ինչպես միշտ, Կրեմլը իր նպատակներին չհասավ, չնայած խնդիրներ իհարկե ստեղծեց։ Ուկրաինան էներգետիկ օգնության նոր խմբականակներ է սկսել ստանալ, իսկ նույն գիշերը պատասխան հարվածից Ռուսաստանի տարածքում գտնվող կարևոր ռազմական թիրախներ շարքից դուրս եկան։ Մեր հարվածների մասին կպատմեմ եթերի համապատասխան հատվածում։ Ռուսաստանցի ռազմական հանցագործները փետրվարի 7-ի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել էին նորից գրեթե 500 օդային հարվածային միջոցներով, այդ թվում 2 ցիրկոն հրթիռով, 21 Խ-101 թևավոր հրթիռներով, 16 կալիբր թևավոր հրթիռով, 408 դրոնով, այդ ամենից 13 հրթիռ եւ 21 հարվածային դրոնի հարվածներ են արձանագրվել 19 վայրերում, 3 վայրում գրանցվել է բեկորների անկում, թշնամու թիրախում ջերմաէլեկտրակայաններն էին արևմտյան Ուկրաինայի եւ բարձրավոլտ ենթակայանները։ Թշնամու հարվածի հիմնական ուղղություններն են եղել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Ռովնոյի եւ Վիննիցայի մարզերը։ Ինչպես ասացի, կա վնասված էներգետիկ ենթակառուցվածքներ, հարվածների պատճառով վթար չլինելու համար իջեցվել էր մեր ատոմակայանների գեներացիան, դե ձեզ պատմել եմ արդեն, որ սա պաշտպանական միջոց է, որ մեծ աղետ չլինի։ Ռուսները հույսը հիմա էլ աղետի վրա են դրել, փաստորեն ձմեռը չօգնեց Պուտինին։ Իդեպ գնդակոծությունները, ինչպես գիտեք, տեղի են ունենում ամեն գիշեր, պարզապես 10-ից 15 օրը մեկ, երբեմն շաբաթը մեկ Ռուսաստանը կիրառում է կուտակված միջոցները ինչ որ բանի հասնելու հույսով, իսկ ահա Ուկրաինայի զինված ուժերը խոցել են կարևոր թիրախներ թե օկուպացված տարածքներում, թե Ռուսաստանի խորքում, ինչպես ասացի, հատկապես Տվերի մարզում խոցվել է քիմիական գործարան, իսկ Սարատովի մարզում նավթաբազա, բայց սա դեռ ամենը չէ, պահենք եթերի վերջում ամենը կներկայացնեմ, սակայն այսօրվա եթերի թերևս ամենակարևոր թեման այսպես կոչված Դմիտրիևի փաթեթի պատմությունն է, որի միջոցով Կրեմլը փորձում է խաղալ Թրամփի կոմերցիոն բնազդների վրա, եթե կարելի է այդպես ասել։ Կրեմլյան այդ նենք ծրագրի մասին, որին տիրապետում է մեր հետախուզությունը, Զելենսկին պատմել է լրագրողներին, կարծում եմ սա խոսուն փաստ է նրանց համար, ովքեր հավատում են Պուտինի իբր հզորությանը։ Դիմակները վերջնականապես պատրված է, վախկոտ մարդասպանը սարսափած է իր համար կործանարար վախճանից, հենց այդ պատճառով էլ փորձում է Թրամփին գցել այսպես կոչված կոմերցիոն թակարդը։ Քիչ հետո կմանրամասնեմ։ Իրանում բողոքի ցույցերի նոր ալիք է բարձրանում տեղի ռեժիմի դեմ, չնայած նախորդ ցույցերի դաժան ճնշմանը եւ մասսայական բռնաճնշումներին դժգոհությունը չի վերացել, ընդհակառակը այն դարձել է ավելի խորը եւ վտանգավոր երկրի ղեկավարության համար։ Ինչպես նշում է Wall Street Journal-ը, մարդիկ շարունակում են դուրս գալ փողոց, Իրանի ժողովուրդը ձգտում է ազատության, ազատ Իրանը իմջալոց ձեռնտու է Հայաստանին եւ Ուկրաինային եւ նաեւ Իսրայելին։ Հայաստանի պարագայում ժողովրդավարական Իրանը իդեալական դարպաս է դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ, ինչը չի կարող էապես չօգնել Հայաստանի տնտեսությանը։ Ուկրաինայի համար ժողովրդավարական Իրանը նշանակում է համագործակցություն Արևմուտքի հետ եւ զենքի մատակարարումների դադարեցում Ռուսաստանին, իսկ Իսրայելի համար առանցքային հակառակորդը կարող է վերածվել առանցքային գործընկերոջ։ Իրականում Իրանի ռեժիմի փոփոխությունը տարածաշրջանի խաղաղության եւ բարօրության բանալին է, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է իրանցի ժողովրդի ազատության ճանապարհին։ Էրդողանյան Թուրքիան ամենքեր փորձում է թույլ չտալ ռեժիմի տապալումը։ Անկարան այստեղ միանգամից մի քանի շահ ունի, արևմուտքի ներկայացուցչի կարգավիճակը չկորցնելու ցանկությունը եւ Իսրայելին խաղաղությունից զրկելու ձգտումը։ Բացի այս հիմնական նրբություններից կան նաեւ այլ կարևոր գործոններ, բայց այդ մասին ավելի մանրամասն կխոսենք Իրանի հարցերով մասնագետի հետ հարցազրույցում, համել տեսնենք միգուցե մոտակա օրերին զարգացումներ լինեն։ Թրամփի ամենօրյա
իրա վարանումը շատ թանկ է նստում Իրանի ազատությանը ձգտող ժողովրդի համար։ Ֆրանսիան եւ Կանադան ձիով քայլ արեցին Թրամփի դեմ Գրենլանդիայում։ Ֆրանսիան եւ Կանադան գլխավոր հյուպատոսություններ են բացել Գրենլանդիայի մայրաքաղաքում, խորացնելով դիվանագիտական ներկայացությունը Արկտիկայում, այս մասին հայտնում է Reuters-ը։ Ֆրանսիան դարձավ Եվրոպական միության առաջին երկիրը, որը հյուպատոսություն բացեց կղզում։ Կանադական հյուպատոսության բացմանը մասնակցել են Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը եւ գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնը։ Կանադական եւ ֆրանսիական առաքելությունների բացումը Գրենլանդիայում օտարերկրյա ներգրավվածության պատմական ընդլայնում է։ Մինչ այս շաբաթ այդ կղզում պաշտոնական դիվանագիտական հյուպատոսություններ ունեին միայն Իսլանդիան եւ Միացյալ Նահանգները։ Թուրք զինվորականները տեղափոխվում են Գերմանիա։ Թուրքիայի շուրջ 1500 զինծառայող ուղևորվում է Գերմանիայի Քիլ քաղաք մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Այս այցը կդառնա օտարերկրյա նավատորմի ամենամասշտաբային ժամանումը Գերմանիա այս տարի։ Թուրքական զորախմբի հիմքը կազմում է Թուրքիայի ռազմածովային ուժերի նոր առաջնորդը Անադոլու դեսանտային նավը 27000 տոննա ջրատարողությամբ, որի վրա գտնվում է շուրջ 1000 զինծառայող։ Կանադան սկսել է Ուկրաինային փոխանցել AIM հրթիռներ հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու եւ ռուսական թևավոր հրթիռներից պաշտպանվելու համար։ Սպառազինությունը արդեն ճանապարհին է եւ մոտ ժամանակներս պետք է հասնի Ուկրաինայի պաշտպանության ուժերին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Իդեպ ձեզ լավ ծանոթ Կոնստանտին Կրիվոլապը գտնում է, որ այս հրթիռները լավ միջոց են ռուսական թևավոր հրթիռները խոցելու համար, ժամանակը ցույց կտա։ Իդեպ հիմնվելով Ուկրաինայի փորձի վրա շվեդական Saab-ը գրիպենները կզինի դրոնների դեմ պայքարող հրթիռներով։ Միևնույն ժամանակ Ամերիկան առաջարկել է Ուկրաինային միասին մշակել դրոններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը Պենտագոնը հրապարակել է տասնյակ ընկերությունների ցուցակ, այդ թվում Ուկրաինայից, որոնք կօգնեն Վաշինգտոնին հարվածային դրոնների մշակման հարցում։ Պենտագոնը առաջարկել է ուկրաինական ընկերություններին մասնակցել ամերիկյան բանակի հարվածային դրոնների ստեղծման մասշտաբային ծրագրին։ Խոսքը մի ծրագրի մասին է, որի շրջանակներում Վաշինգտոնը նախատեսում է մինչև 27 թվականը ձևավորել 100 հազարավոր մարտական դրոնների պաշար։ Մեր աչքի առաջ Ուկրաինան փոխվում է մի երկրից, որը արևմուտքից զենք էր խնդրում 4 տարի առաջ, այժմ վերածվում է երկրի, որին հրավիրում են զենք մատակարարել արևմուտքին։ Մինչդեռ 26 թվականը բերել է Ռուսաստանի տնտեսության փլուզման ակնհայտ նշաններ, գրում է Guardian-ը։ Ռուսական տնտեսությունը 26 թվական է մտնում լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ամենախոցելի վիճակում։ Արևմտյան լրատվամիջոցներից հետ չեն մնում նաև ռուսական ֆինանսների նախարարությունը 25 թվականի արդյունքներով ռուսական տարածաշրջանների բյուջեների ընդհանուր դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնին եւ գերազանցել է 1.5 տրիլիոն ռուբլին։ Նշում են ռուսական գերատեսչությունում ֆինանսական ճեղքվածքի մասշտաբները աննախադեպ են։ 24 թվականի համեմատ դեֆիցիտը աճել է 5 անգամ, իսկ 23 թվականի նկատմամբ գրեթե 8 անգամ։ Պատկերացնում եք աղետի մասշտաբները, իսկ Պուտինը ձև է անում, թե ամեն ինչ նորմալ է։ Նույնիսկ համավարակի պանդեմիայի ճգնաժամի ժամանակ ցուցանիշները Ռուսաստանում զգալիորեն ցածր էին։ 20 թվականին տարածաշրջանային բյուջեների ընդհանուր մինուսը կազմում էր 677 միլիարդ ռուբլի։ Այսպիսով ներկայիս արդյունքը կրկնակի գերազանցել է նախորդ հակառեկորդը։ Սա մատնանշում է Ռուսաստանի տարածաշրջանային ֆինանսների համակարգային խնդիրները։ Իդեպ ռուսական տնտեսության առկա խնդիրներին Եվրամիությունը կավելացնի նորերը։ Պատժամիջոցների 20-րդ փաթեթը կարող է ծայրահեղ ցավոտ լինել Կրեմլի համար։ Բացի այդ, Եվրամիությունը Թրամփին առաջարկել է միասին վերջ տալ Ռուսաստանի ստվերային նավատորմին։ Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի գնի վերին շեմը փոխարինել ստվերային նավատորմի տանկերներին նավագնացության ոլորտում ծառայություններ մատուցելու արգելքով, ապահովագրությունից մինչև նավահանգիստներում սպասարկում։ Սա իհարկե լուրջ հարված կդառնա Ռուսաստանի համար։ Այս միջոցը նախատեսվում է ներառել Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթում, որը նվիրված է Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման տարելիցին։ Եվրոհանձնաժողովը նաև խորհրդակցություններ է սկսել այս հարցի շուրջ մեծ յոթնյակի գործընկերների հետ։ Euronews-ին հայտնել են մի քանի պաշտոնյաներ եւ դիվանագետներ։ Ծովային ծառայությունների համատեղ արգելքը Ամերիկայի հետ կարող է նոր հարված հասցնել Ռուսաստանի էներգետիկ հատվածի եկամուտներին, ես կասեի ջախջախիչ հարված։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Ինչպես արդեն կռահեցիք, նորից ծայրաստիճան դժվար պայմաններում եմ ստեղծում ձեզ համար եթերները եւ ձեր օգնության կարիքն ունեմ, որպեսզի շատ տարածեք, լայքեք, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի
շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից QR կոդը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Ռուսաստանի փորձերի մասին Ամերիկայի հետ կնքել երկկողմ համաձայնագիր երկրների միջև տնտեսական համագործակցության վերականգնման վերաբերյալ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է շաբաթ օրը փետրվարի 7-ին լրագրողների հետ շփման ժամանակ։ Մեջբերեմ, մենք չգիտենք նրանց բոլոր երկկողմ տնտեսական կամ բիզնես պայմանավորվածությունները, բայց այդ առումով այս կամ այն տեղեկատվություն արդեն ստացվում է։ Օրինակ, հետախուզությունը ինձ ցույց է տվել այսպես կոչված Դմիտրիևի փաթեթը, որը նա ներկայացրել է Ամերիկայում, այնտեղ ծավալը մոտ 12 տրիլիոն դոլար է, դա իբր Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության փաթեթը, ընդգծել է Զելենսկին։ Նրա խոսքով լսվում են տեղեկություններ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև նման կամ նմանատիպ երկկողմ փաստաթղթերի հավանականության մասին։ Ռուսներն ու ամերիկացիները կարող են Ուկրաինայի թիկունքում քննարկել մեր պետությանը վերաբերող հարցեր, նշել է երկրի ղեկավարը։ Մեջբերեմ, կան նաեւ տարբեր ազդակներ թե մեդիայում, թե ոչ միայն, որ այնտեղ կարող են լինել նաեւ Ուկրաինայի հետ կապված հարցեր, օրինակ մեր ինքնիշխանության, Ուկրաինայի անվտանգության հետ կապված։ Մենք հստակ ցույց ենք տալիս, որ Ուկրաինան չի աջակցի կողմերի նույնիսկ հավանական նման պայմանավորվածություններին մեր մասին առանց մեր մասնակցության, ասել է Զելենսկին։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ամերիկան առաջարկել է ավարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը մինչև ամառվա սկիզբը, որովհետև ավելի ուշ նրանք կունենան այլ առաջնահերթություն՝ Ամերիկայի կոնգրեսի ընտրությունները։ Դե անցած եթերում ձեզ պատմեցի Թրամփի այսպես կոչված խաղաղարար ջանքերի հետևանքները, թե որքան անմեղ մարդ է զոհվել։ Բայդենին կարելի է շատ քննադատել, բայց նա Թրամփի պես խելահեղ բաներ չէր մոգոնում, թե բա Պուտինի հետ հաշտություն կնքել։ Թրամփը կոմերսանտ է, այս բառի երևի թե ծանր իմաստով, այս տեսակը շահի համար, ինչպես ժողովուրդն է ասում, խելքը իրենը չի։ Այդ իսկ պատճառով ես ձեզ շատ չեմ ներկայացնում այն անկապ հայտարարությունները Ուիտկոֆի, որ նա անում է այդ տեխնիկական բանակցությունների ֆոնին։ Իհարկե, ուշները Ուիտկոֆը չէ, նա աշխատում է մնալ չափերի մեջ, չնայած միշտ ուղեկցում է Ուիտկոֆին, իսկ Ուիտկոֆը հարց լուծողի թոզի տակ փորձում է քաղաքական թեմաներ մտնել, բայց այս անգետիկությունը մեզ եւ եվրոպացիներին թույլ է տալիս պարտադրել մեր ուզածը։ Այնպես որ YouTube-յան եթերում շատ քիչ եմ անդրադառնում Ուիտկոֆի օդի տատանումներին, իսկ Telegram-ում չափի մեջ դնում եմ որոշակի տեղեկատվություն, որպիսի Թրամփի թիմի ոչ ադեկվատության մակարդակը միշտ տեսադաշտում լինի, թե չէ ամեն տեխնիկական հանդիպումից հետո հելնում է շատ լավ բանակցությունների մասին է խոսում։ Մենք հո Թրամփը չենք, որ հավատանք Ուիտկոֆին, հա։ Ըստ Թրամփի թիմը լրիվ Օստապ Բենդերների տպավորություն է թողնում, քանի գնում է բռնել էր սոցիալական ցանցում Օբամայի եւ նրա կնոջ նկատմամբ ռասիստական հրապարակում էր արել, այն խոսացող Լևիտն էլ ելել էր, լեզվին էր տալիս, փորձում էր պաշտպանել, բայց երևի ավելի խելոք մարդ ամեն դեպքում կա Թրամփի թիմում եւ հեռացվեց այդ ռասիստական պոստը։ Դե ընտրությունների ժամանակ կտեսնենք, թե որքան կարժենա Թրամփին այս ոչ պրոֆեսիոնալիզմը, իսկ մենք պետք է աշխատենք բոլորի հետ։ Բարեկամ ամերիկացի ժողովուրդն է ընտրել Թրամփին, մենք հարգում ենք ամերիկացիների ընտրությունը, որքան էլ դժվար լինի մեզ համար, եւ հենց Զելենսկու այս հետախուզության տվյալների հանրայնացումը հենց այդ աշխատանքի օրինակն է։ Մեթոդները տարբեր են, կա պարզ ճշմարտություն, աշխարհում ոչ ոք ոչ մեկին պարտք չէ, իսկ եթե օգնում են, ուրեմն պետք է երախտապարտ լինել, նույնն էլ Եվրոպան, որքան էլ Թրամփը շոկի մեջ գցի, միևնույն է նրա հետ աշխատում են, բայց իհարկե Ամերիկան կամաց դուրս է գալիս եվրոպական շրջանակից, Վաշինգտոնին այլևս չեն վստահում։ Ես մեր լսարանին համապատասխան տեղեկատվություն արդեն ներկայացրել եմ, թե ինչպես են հետախուզությունները Թրամփի Ամերիկայից թաքցնում իրենց եղած տեղեկատվությունը, որ հանկարծ ռուսների ձեռքը տվյալները չհայտնվեն։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 400-ից ավել մարտական բախում, ինչպես արդեն ասացի, քաոս է տիրում կապի բացակայության պայմաններում ռուսական զորքում, բայց նորից փորձում են ամենաշատը գրոհել Պոկրովսկի ուղությամբ, մի քիչ ավելի քիչ քանակով նաև Գուլյայպոլիի ուղությամբ։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների հասել են արդեն 1,246,000-ի։ Մշտական ռազմական աշխատանք է տարվում թշնամու կարևոր թիրախների խոցման մասով, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ օկուպացված տարածքներում, հատկապես Ռուսաստանի տարածքում կարևոր թիրախների խոցումն է շատ կարևորվում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները անցած երկու գիշերներին հարվածներ են հասցրել հակառակորդի մի շարք ռազմական օբյեկտների Ռուսաստանի տարածքում եւ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Հաղորդվում է, որ ըստ նախնական տեղեկությունների խոցվել է Սարատովի մարզի Բալաշովը նավթ
ավիաբազան, արդյունքները ճշտվում են։ Զապորոժիեի մարզի օկուպացված հատվածում Ռավնապոլիե բնակավայրի շրջանում խոցվել է հակառակորդի դրոնների կառավարման կետը, իսկ Դարաժնյանկայի շրջանում հակառակորդի կենթանի ուժի կենտրոնացումը, Դոնեցկի մարզի օկուպացված հատվածի Յալթա բնակավայրի շրջանում հարված է հասցվել ռուսական զորքերի վերանորոգման ստորաբաժանման տեղակայման վայրին, 3 Դոնեցկի մարզի օկուպացված հատվածում Նիկոլաևկայի շրջանում խոցվել է հակառակորդի դրոնների կառավարման կետը, իսկ Պոլտավկայի շրջանում համազարգային կրակի ռեակտիվ համակարգը, Բելգրադի մարզի Դրոնովկա բնակավայրի շրջանում արձանագրվել է հակառակորդի կենթանի ուժի կենտրոնացման խոցում, հակառակորդի կորուստներն ու հասցված վնասների մասշտաբները ճշտվում են։ Երեկ երեկոյան ուկրաինական ուժերը նորից թիրախավորել են Բելգրադից մինչև Նավարասիսկ, կադրերը շատ տպավորիչ են, մտեք մեր Telegram-ում տեսեք, որպեսզի աշխատանքային շաբաթը լավ տրամադրությամբ սկսվի։ Առանձին արժի ներկայացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության խոցումը Տվերի մարզում փետրվարի 7-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված է հասցվել ռուսական գործարանին, որը վառելիքի բաղադրիչներ է արտադրում թշնամու Խ-55 եւ Խ-101 հրթիռների համար։ Ինչպես գիտեք, դրանցով Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին։ Մի շարք հարվածներից հետո ռուսական գործարանում հրդեհ է բռնկվել։ Հարձակման ենթարկված Ռեդկինը հետազոտական գործարանը գտնվում է Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցների տակ, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը իր պատժամիջոցները Ռուսաստան է հասցնում դրոնների միջոցով, կոնկրետ խոցումով։ Ականատեսների վկայությամբ գործարանում հրդեհ է բռնկվել։ Շատ չերկարացնեմ կիրակի օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը։ Ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, խնդրում եմ անպայման ստուգեք եւ բաժանորդագրվեք։ Իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը, միգուցե ել ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։